Այս տարի մենք նշեցինք 110-ամյակը հայոց ցեղասպանության, մի աղետ, որը կարծես թե անդառնալի հարված հասրեց մեր ազգին։ Հայ չկա աշխարհում, որ չիմանա այդ սարսափելի դեպքերի մասին, քանի որ դրանք բոլորիս ճակատագրի վրա բացասաբար ազդել են եւ չափազանց մեծ պառակտում մտցրել հայության մեջ։ Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակակից պատմության ամենամութ էջն է եղել, եւ դա բոլոր հայերի համար ակնհայտ փաստ է։ Բայց մեր պատմաբանների մեծ մասը չի շեշտում մեր ցեղասպանությանը հաջորդող մի դեպք, որը գրեթե նույնքան բացասական ազդեցություն ունեցավ մեր ազգի ճակատագրի վրա, որքան հենց ցեղասպանությունը։ Այդ դեպքը հենց մեր առաջին հանրապետության բանակի պարտությունն էր 1920 թվականին ռուս-թուրք սիոնիստական դաշինքի կողմից Հայաստանի դեմ սանձած զերծած պատերազմում, որի արդյունքում դավադրաբար ընկավ Կարսը եւ կորցրինք արևմտյան Հայաստանը ամբողջովին։ Այս դեպքը շատ հետաքրքիր նմանություններ ու զուգադիպություն ունի 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմի հետ, թե ժամանակագրությամբ, թե իր էությամբ։ Սա գուցե լավագույն ապացույցն է գրող Մարկ Տվենի այն ասացի, որ պատմությունը չի կրկնվում եւ նմանակվում է։ Չափազանց կարևոր է, որ մենք լավ հասկանանք ու վերլուծենք, թե ինչ կատարվեց 1920-ականների սկզբում, որպեսզի ավելի լավ կարողանանք հասկանալ, թե ինչ կատարվեց մեր նկատմամբ ընդամենը 5 տարի առաջ։ Այդ դեպքերը լավ վերլուծելու գործում լավ աշխատանք է կատարել մարտական եղբայրության Հրանտեր Աբրահամյանը, եւ հարկավոր գտա նշել, քանի որ այդ ժամանակների ամենալավ վերլուծություններից մեկն է։ Եթե լավ հասկանանք, թե ինչ կատարվեց 1920 թվականին, մենք շատ ավելի լավ պատկերացում կունենանք 2020 թվականի պատերազմի մասին, որի արդյունքում մենք ավելի խելամիտ ու իմաստուն քայլեր կանենք մեր ապագա մարտահրավերները հաղթահարելու համար, քանի որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնել։ 1920 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձած զերծած պատերազմը լավ հասկանալու համար պետք է իմանանք, որ Սյունիքը պաշտպանելու համար կռիվը այս պատերազմի մի մասն է եղել, որտեղ քեմալական զորքերը հարձակվում են արևմուտքից արևմտյան Հայաստանի վրա, իսկ ռուս բոլշևիկները արևելքից Սյունիքի վրա։ Հայաստանը իր անկախության համար երկու ճակատում պատերազմ էր մղում, եւ սա փաստ է, որը չեն շեշտում մեր պատմաբանների մեծամասնությունը։ Նրանք այնպես են ներկայացնում, կարծես թե լիովին տարբեր պատերազմներ են եղել, որոնք իրար հետ կապ չունեին, բայց դա ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Գուցե պատմաբանները այդպես չեն ձևակերպում, որպեսզի շատ չշեշտվի այն իրականությունը, որ ռուսները ու թուրքերը իրար հետ միասին գործում էին մեր հայրենիքի դեմ։ Այդ պատերազմը համակարգված հարձակում էր Հայաստանի անկախ պետականության վրա, քանի որ պատերազմից առաջ 1919 թվականին բոլշևիկները քեմալական թուրքերի հետ դաշինք են կնքել Աթաթուրքի շարժմանը զգալի ռազմաքաղաքական օգնություն տրամադրելով, ինչպես օրինակ ֆինանսական աջակցություն եւ զինամթերքի մատակարարում, որոնց մեջ մտնում էին մոտ 39,000 հրացան, 327 գնդացիր, 54 հրանոթ, 63 միլիոն փամփուշտ եւ հազարավոր այլ ռմբեր ու արկեր։ Եթե այս աջակցությունը չլիներ, քեմալիստները ոչ միայն չեն կարողանա մեր բանակին հաղթել, այլև ընդհանրապես չեն կարող ոչ մի ապստամբություն շարունակել իրենց երկրում։ Հարկավոր է հիշեցնել բոլորին, որ այդ ժամանակվա քեմալական ու հայկական բանակի համեմատությունը ամենևին նման չէ այսօրվա համեմատությանը, քանի որ այդ ժամանակ թուրքերը մոտավորապես 8 միլիոն էին, իսկ հայության բնակչությունը 2 միլիոն։ Դրա համար մեր պարտությունը բոլորովին անխուսափելի չէր։ Մեր հաղթանակը շատ հավանական էր, հատկապես երբ հաշվի առնենք այն, որ դրանից ընդամենը 2 տարի առաջ Սարդարապատում Օսմանյան կայսրության կանոնավոր բանակին հաղթեցինք, մենք ինքներս կանոնավոր բանակ չունենալով հանդերձ։ Իհարկե, բացի այդ արտաքին նյութական աջակցությունից, Ռուսաստանը ուներ Հայաստանում գործող իր հայ բոլշևիկների 5-րդ շարասյունը, ովքեր Կրեմլի կամ ուղիղ գործականներ էին, կամ էլ ազդեցության գործականներ։ Նրանք բացահայտ քարոզում էին հանձնվելու գաղափարը եւ ներսից ամեն ձևով փորձում էին ոչնչացնել դիմադրության ոգին։ Սա կործանարար երևույթ է, քանի որ ժողովուրդը սկսում է պարտվել եւ սկսում է կորցնել իր պայքարելու կամքը։ Այդ արևմտյան ճակատում նաեւ կային հայ սպաներ, ովքեր ծառայել էին ռուսական կայսրության բանակում եւ իրականում չգիտեին ինչպես պետք է մղել ազատագրական պայքար, կամ էլ հոգեպես պատրաստ չէին նման մի պայքարի։ Այս ամենը առանցքային դեր կատարեց, թե մենք ինչու պարտվեցինք արևմտյան ճակատում եւ կորցրինք Կարսը։ Իհարկե կան պարտության նաեւ այլ օբյեկտիվ պատճառներ, բայց առանց կասկածի կարող ենք պնդել, որ սրանք են եղել հիմնական պատճառները, քանի որ ներսից էր գլխավոր խնդիրը։ Իսկ արևելյան ճակատում, որտեղ նորաստեղծ արեստացին Ադրբեջանից բոլշևիկյան հրոսակախմբերը իրենց հարձակումներն են անում, մեր թշնամիները ձախողեցին,
որովհետև այդ ճակատում գործում էր բոլշևիկների ողերին թշնամին Գարեգին Նժդեհը։ Մեծ պարապետը չեզոքացնելով բոլշևիկյան ներքին թշնամիներին կարողացավ հայ բնակչությանը համախմբել հանցավոր կարմիր բանակի դեմ։ Կարճ ասած, արևելյան ճակատում մենք հաղթեցինք, որովհետև Նժդեի նման ազգային ու հակաբոլշևիկ սպարապետ ունեինք, ով ազատագրական ու պարտիզանական պատերազմ էր մղում, իսկ արևմտյան ճակատում, որտեղ միայն կանոնավոր բանակով սովորական պատերազմ ենք մղում, պարտվեցինք, որովհետև պակաս էր Նժդեի նման մի ուժեղ առաջնորդ։ Սյունիքում հաղթանակ կերտեցինք, որովհետև նման մի ուժեղ առաջնորդի շնորհիվ մենք ճիշտ քաղաքական դիրքորոշում ցուցաբերեցինք եւ կարողացանք ճիշտ ուղղությամբ վճռական պայքար մղել։ Այդ պատերազմում, եթե երկու ճակատներում հաղթենք, մենք լրիվ այլ բարենպաստ վիճակում կհայտնվենք ու չենք տեսնի մեր առաջին հանրապետության վախճանը։ Եթե արևմտյան ճակատում մենք կարողանանք չեզոքացնել բոլշևիկյան ներքին 5-րդ շարասյունը, ինչպես Նժդեհը արեց Սյունիքում, եւ տրամադրված լինենք մինչև մեր վերջին շունչը նժդեհաբար կռվել մեր անկախության համար, թուրքական պետություն հավանաբար հիմա չէր լինի եւ կունենանք այն սահմանները, որոնք մեզ իրավականորեն տրվել էին Սևերի պայմանագրով։ Քեմալիստները բոլշևիկների օգնությամբ հաղթեցին իրենց անկախության համար տված պատերազմում, իսկ մենք պարտվեցինք։ Դրա համար դրանից հետո թուրքերը տասնապատկվել ու հզորացել են, որի շնորհիվ համեմատաբար խաղաղ են ապրել։ Իսկ մենք միայն քչացել ու թուլացել ենք, որի պատճառով շարունակում ենք անընդհատ ընկնել պատերազմների գրկում։ Սա ապացուցում է այն, որ հաղթանակով է ամրապնդվում անկախությունը եւ ոչ պարտությամբ, ինչպես հիմա ներկայիս ստրկամիտ իշխանությունը մեզ փորձում է համոզել։ Այս բոլոր փաստերը հիշելով զավեշտ տալի է, որ մեր օրերին նեոբոլշևիկները շարունակում են ասել, որ եթե ռուսները չլինեին, մենք նույնիսկ ներկայիս 29800 քառակուսի կիլոմետր սահմանը չենք ունենա։ Սա ասում են, որովհետև Կարսի դավադրական անկումի արդյունքից հետո Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց, որը ըստ էության Բաթումի պայմանագրի շարունակություն էր, որի արդյունքում մեզ հայրից մնում էր մոտ 12000 քառակուսի կիլոմետր սահման։ Բայց դա օրինական ուժ չունեցավ, քանի որ Երևանում արդեն խորհրդային իշխանություն էր եւ այդ պայմանագիրը չեղարկվեց, երբ 1921 թվականին ստորագրվեցին Մոսկվա եւ Կարսի ռուս-թուրք սիոնիստական պայմանագրերը։ Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք Կարսը երբեք չենք կորցնի եւ առհասարակ քեմալիստներին չենք պարտվի 1920 թվականին, եթե ինչպես արդեն նշեցի, բոլշևիկյան Ռուսաստանը դաշինք չկազմեր քեմալական զորքերի հետ ընդդեմ Հայաստանի։ Բոլշևիկները եթե նույնիսկ ընդամենը չեզոք մնային, մենք հիմա ոչ թե կունենայինք 29800 քառակուսի կիլոմետր սահման, այլ 160000 քառակուսի կիլոմետր սահման։ Իսկ եթե Ռուսաստանը մեր իսկական դաշնակիցը լիներ, մեր ողերին դաշնակիցը լինելու փոխարեն, մենք հիմա ամենայն լրջությամբ կունենայինք ծովից ծով Հայաստան։ Հետևաբար, ոչ թե բոլշևիկները մեզ փրկեցին թուրքերից, այլ թուրքերին փրկեցին մեզնից։ Բոլշևիկները ու իրենց թուրք եղբայրները Հայաստանի առաջին հանրապետությունը կործանելուց հետո Հայաստանը իրենց միջև բաժանեցին։ Բոլշևիկները թուրքերին տվեցին այն, ինչը որ նրանք ուզում էին՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, իսկ մնացածը, որոնք թուրքերին պետք չէին, ռուսները վերցին իրենց։ Փաստերը հաստատում են, որ թուրքերը, բոլշևիկները եւ սիոնիստները Հայաստանի նկատմամբ ունեին պարզորոշ նպատակ՝ թույլ չտալ Սևերի դաշնագրի գործադրությունը, թույլ չտալ միացյալ հայկական պետության ամրապնդումը։ Նեոբոլշևիկները գովաբանում են այն ողերին դաշնակցին, ով մեր դեմ դավեր են նյութում եւ հետո ներկայանում որպես փրկիչ։ Նույն բանը արեցին 100 տարի հետո հենց մեր օրերին, երբ Արցախի դեմ թաքուն աջակցեցին թուրքերին եւ հետո պատերազմը դադարեցրին այս փրկության հասնելով։ Դա նման է նրան, որ մեկը քո մեջքին դանակ խրելով քեզ հաշմանդամ դարձնի եւ հետո հենակներ տա, կարծելով որ դու պետք է շնորհակալ լինես դրա համար։ Հայ բոլշևիկները 100 տարի առաջ մարքսիզմի գաղափարները քարոզելով շատ ավելի բացահայտ էին գործում ու չեն էլ փորձում թաքցնել իրենց իրական էությունը։ Իսկ մեր օրերի նեոբոլշևիկները այս վերջին 34 տարում հանդես են եկել ազգային մորթիով եւ իրենց ներկայացնելով որպես ազգային գործիչներ։ Սակայն հետզհետե, հատկապես 44 օրյա դավադիր պատերազմից ու Արցախի կորուստից հետո նեոբոլշևիկները ջրի երես են ելնում ու տարեստարի սկսում են ավելի բացահայտ ցուցաբերել իրենց ապազգային էությունը ու ավելի բացահայտ ներկայացնել մեր անկախության դեմ իրենց նպատակները։ Սրա բառ օրինակը հենց այն է, որ անցյալ ամիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հաղթեց Գյումրիի քաղաքապետարանի ընտրություններում, որը ևս մի խելագարություն է։ Այդ ազգադավ ու հակապետական կուսակցությունը ընդհանրապես չպետք է գոյություն ունենա անկախ Հայաստանում, ու մնաց մի հատ ոչ միայն ընտրություններին մասնակցի, այլև մեծ հաջողություն գրանցի։
Կարող եք վստահ լինել, որ նրանք մասնակցելու են նաև մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին, որ ավելի մեծ խայտառակություն կլինի մեզ համար։ 100 տարի անց այս դասը լավ չքաղելու եւ 2020 թվականի պատերազմի ժամանակ Նժդեի նման առաջնորդ չունենալու պատճառով մենք տանո տվեցինք այդ պատերազմը եւ 90-ականներին մեր ազատամարտիկների կողմից ազատագրված Արցախը մեր ձեռքներից բալստած։ Կարելի է ասել, որ Շուշին ընկավ այս վերջին պատերազմում այնպես, ինչպես Կարսն ընկավ դրանից 100 տարի առաջ։ Այսօրվա նեո-բոլշևիկները 100 տարի առաջվա դավաճան հայ բոլշևիկների ժառանգներն են, ովքեր նպատակադրված են շարունակել իրենց պապերի պետական ականտ գործունեությունը, մինչև Հայաստանը ամբողջությամբ զրկվի նույնիսկ իր դե յուրե ինքնիշխանությունից ու անկախությունից։ Նրանց դեմ կարող են առնել միայն հայ ազգայնականները, մասնավորապես իրական ցեղակրոնները, ովքեր անկախ պետականությունը դիտարկում են որպես գերագույն արժեք ու սրբություն, իսկ Հայաստանը ամեն ինչից վեր։ Մենք պետք է հեռացնենք ու արմատախիլ անենք այս նեո-բոլշևիկյան անտանելի երևույթը ու նրանց քարոզած կեղծիքները մեր կյանքից ու հայրենիքից, եթե մենք ուզում ենք երբևէ ունենալ իսկապես անկախ ու հզոր Հայաստան։ Հարկավոր է ազգովի ոչնչացնենք նեո-բոլշևիզմը։ Մեր անկախության համար պայքարը դեռ շարունակվում է, եւ միայն Նժդեի ոգու փայլուն օրինակով մենք կարող ենք հաղթել մեզ սպասվող օրհասական պատերազմները եւ մեր անկախ պետականության դեմ գործող ռուս-թուրք սիոնիստական տանդեմի վերջը դնել։ Մենք պետք է շարունակենք նրա գործը, մինչև հայկական բանակը նորից դուրս գա հաղթանակած։